Ես ձեզ այսօր ցույց եմ տալու, թե ինչ ասել է ամբողջական բալ, ինչ ասել է կիսով բալ եւ ինչպես գտնել ապրանքներ, որոնք ամբողջական բալով են։ Նախ եկեք հասկանանք, որ Faberlic-ում գոյություն ունի բալ հասկացողությունը։ Մեր յուրաքանչյուր պատվեր ինքը իրենց ենթադրում է որոշակի բալ։ Խնամքի հետ կապված մաշկի խնամք, օծանելիք, սննդային հավելումների բալերը հաշվարկվում են ամբողջական տարբերակով։ Կիսվում են ակցիայով ապրանքները, տնտեսականները, հագուստը եւ այլ ապրանքները։ Հիմա ենթադրենք մենք նայում ենք այս սննդային հավելումը եւ տեսնում ենք այստեղ գրված մեր ներքին գինը 3100 դրամ, կատալոգային գինը 4190 դրամ։ Բալը ու կողքը տեսնում եք նաեւ դուք սրտիկի նշան, այսուհետ որքան տեսնեք այդ սրտիկի նշանը, իմացեք, որ դա համարվում է առողջության բալ։ Հետևաբար ինքը նաև զամբյուղում առանձինացույց տալու, ես ձեզ դա ցույց կտամ։ Բալը 5.96 բալ։ Ինչպես է ստացվում, որ օրինակ այս ապրանքը 5.96 բալ է, բայց նույն գնի հիմա եթե մենք նայենք տնտեսական ապրանքը, մենք կտեսնենք, որ այս գնի տնտեսական ուղիղ սրա կեսն է։ Հիշում ենք, չէ, որ ըստ մեր մարքեթինգի ամբողջական բալի արժեքը 520 դրամ է։ Մենք 3100 դրամը, եթե բաժանենք 520-ի, եկեք ես տեղ փորձեմ գտնեմ կալկուլյատորը եւ ձեզ վառ օրինակով ցույց տամ։ Так, տեսեք։ 3100-ը բաժանում ենք ուրա բաժանածը։ Բաժանում ենք 520-ի։ Ստացվում է 5.96 եւ այլն եւ այլն եւ այլն բալեր։ Նույնը ինչ որ այստեղ է գրած, որովհետեւ սրա 1 բալ արժի 520 դրամ։ Հիմա եթե մենք մտնենք տուն ու ենթադրենք սպասքի խնամք ենք մտնում ու նայում ենք, այստեղ բարձր գնով ապրանք չկա, փորձեմ ամենաբարձրը գտնել, սա է։ Եվ նայում ենք այս ապրանքը, մենք նկատում ենք, որ 1700 դրամի դիմաց ֆիրման մեզ տալիս է 1.63 բալ։ Սրա բալը արդեն կես բալ է համարվում։ Հետևաբար, եթե դուք ուզում եք, որ ձեր պատվերը լինի մեծ բալով եւ լինի քիչ գումարով, իսկ մենք գիտենք, չէ, որ 100 բալը մենք իրականում կարող ենք անել, եթե 1 բալը 520 դրամ է, ապա 520-ը բազմապատկենք 100-ով, մենք կարող ենք 52000 դրամով մեր 100 բալը լրացնել։ Հաշվի առնելով այն փաստը, որ կարող ենք 50 բալը վերցնել անձնական օգտագործման համար եւ մնացածը ռեալիզացնել։ Իսկ այս ծրագրի շրջանակներում ես ցույց եմ տալու ինչպես հեշտ ռեալիզացնել։ Հիմա տեսեք, այսպես նայելով մենք կարող ենք հասկանալ ինչը վերցնենք, որը չվերցնենք, որն է պետք, ինչի վրա շեշտը դնել։ Դրա համար փորձում ենք ուշադրություն դարձնել խնամքին, օծանելիքներին, սննդային հավելումներին եւ բնականաբար նորություններին։